Աստված երբ Ադամին ստեղծեց, ասեց պետք է իշխես երկնքի թռչունների, գազանների եւ կենդանիների վրա։ Եվ երբ Ադամը այս իշխանությունը ստացավ, նաեւ պատվեր ստացավ կենդանիներին անուն դնելու, որտեղ Ադամը արարչության տեր էր համարվում, հա, երկիր մոլորակի տերն ու տիրականներ, թագավորներ, եւ այդ պատճառով լավ ճանաչելով արարչությունը կարողանում էր Ադամը անուններ դնել։ Եվ ամեն կենդանու անունը երբ որ դնում էր, որպես այդ կենդանու նկարագրություն էր դա համարվում, հա, արյուծ, գիտեմ ինչպես աստուբականվում բառը, բայց կարծեմ թե նշանակում էր, որ գազանների թագավոր, արծիվ, թռչունների թագավոր, մարդ, բոլորի թագավոր, բոլոր արարածների թագավոր։ Այսինքն անուն նշանակում է հատկանիշները ցուցաբերող, մարդուն արարածին նկարագրող բովանդակություն, ինչ որ մի բնորոշում։ Հիմա այդ նույն տրամաբանությունը մենք չենք կարող արարչի վրա բերել, որտեղ արարիչը Աստված անճարելի է, անբացատրելի է, անիմանալի է։ Մենք այո կարող ենք արարչի հատկանիշներն ասել, օրինակ ասում ենք ամենասուրբ։ Մարդիկ կարող են սուրբ լինել, կարող են մեղավոր լինել, բայց Աստված է միայն ամենասուրբ։ Հա։ Ասում ենք Աստծուն արարիչ, որտեղ ինքն է արարել, ստեղծել։ Միակ, ամենաբարի եւ այսպիսի բազմաթիվ հատկանիշներ կան Աստծուն։ Եվ Աստծո հատկանիշներով մենք կարողանում ենք նկարագրել Աստծուն, բայց ոչ երբեք անուն տալ։ Անուն չունի Աստված։ Ինչու, որտեղ ամբողջական նկարագիր մենք չենք կարող Աստծուն տալ։ Արարածներին կարող ենք ամբողջական նկարագիր տալ։ Աստված Սուրբ Երրորդությունն է, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, բայց Սուրբ Երրորդությունն էլ Աստծո անունը չի։ Աստծո էլի բնորոշումը, Աստված Սուրբ Երրորդությունն է։ Դրա համար Աստված մեզ համար միշտ թե այս կյանքում եւ թե հանդերձյալ կյանքում մնում է անճարարելի, անիմանալի, անճանաչելի։ Այդ պատճառով մենք Աստծո անունը չենք կարող տալ։ Աստծո բնորոշումներ կարող ենք տալ։ Աստծուն նկարագրել կարող ենք Սուրբ գրքով, մեր հոգու մտքի տրամաբանությամբ, արարչության ճանաչելով, այս բոլորով հանդերձ կարող ենք Աստծուն որոշակի հատկորոշիչներ տալ, բայց անուն չենք կարող տալ։ Աստված Սուրբ Երրորդությունն է, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Եվ որևէ մեկը եթե կասի Աստծո անունն այսինչ է, ուրեմն ինքը Սուրբ գրքից շեղվել է։ Ամեն